Պուտին մարդասպան, Լավրով մարդասպան, Ռուսաստան դավաճան, Ֆաշիստներ, բազա հեռացիր, բազա տուն վերադարձիր, մարդասպաններ, հեռացեք դավաճաններ, վաշխառուներ, դուք խաղաղապաներ չեք, դուք վաճառականներ եք։ Այո, պետության լինել չլինելու հարցադրված այս 5 տարվա մեջ շատ բան ոնց որ տեսնում ենք չի ստացվել անելու, որովհետև երբ 18 թվին ժողովուրդը որոշեց, որ իշխանությունը իրենն է, ընդդիմությունը դարձավ անտեր։ Ընդդիմությունը դառավ ումն ասեք, ով ասեք։ Այսօր ընդդիմության տերը Պուտինն է։ Դրա համար էլ երկիրը առաջ չի գնալու։ Այս 5 տարի ահագին բան է արվել, բայց ահագին բան էլ չի արվել հենց այդ պատճառով, որովհետև ընդդիմություն չի կարելի համարել մարդկանց, ովքեր հարցականի տակ են դնում պետության գոյություն ունենալ։ Դրանք կոչվում են ոնց ասեք, բայց ոչ ընդդիմություն։ Ընդդիմությունը նա է, ով բանավիճելով իշխանության հետ, քաղաքական որոշումները դարձնում ավելի լավը, օրենքները դարձնում ավելի լավը։ Ու այդ բանավեճի ընթացքում ծնվում է լավագույն տարբերակը։ Մեզ համար ծայրաստիճան կարևորություն ունի թե իշխանության ինքնիշխանությունը եւ թե ընդդիմության ինքնիշխանությունը։ Մենք կասկած չունենք, որ մեր ժողովուրդը 18 թվականից ունի լիիրավ իշխանություն գործող մեծամասնության նկատմամբ, բայց չունի իշխանություն ընդդիմության նկատմամբ։ Իշխանության 1/3-ը ըստ էության հակառակորդի ձեռքում է։ Ձեր հարկերով ձևավորված բյուջեի 1/3-ը կառավարելու իրավունք ենք տվել մեր հակառակորդին։ Մենք գտնվում ենք պատերազմի մեջ, հակառակորդի խրամատից մեզ են կրակում։ Բարի օրնակ ձեր վրա լինի։ Մեր ժողովրդի վրա։ Այս գողավազակ ընդդիմությունից պատի պրծան։ Նախ դրանց չացած անցյալը, անձնապես դրանց շատերին ճանաչում են։ Հենց իրանց այդ Քոչարյանով, բանով բռնած անձնապես բոլորին ճանաչում են։ Ուրեմն համիշխանության համար պիտի ժողովուրդը պատասխանատվություն եւ ընդդիմության համար։ Այո։ Եվ արժան ընդդիմության համար։ Հայ ժողովուրդը պետք է ունենա վճռներ կայացնելու իրավունք։ Հայ ժողովուրդը պետք է ունենա պետություն եւ այդ պետությունը պետք է լինի ինքնիշխան։ Մենք Արման Բաբաջանյանի հետ նույնիսկ ազգային ժողովում ենք դա ասել։ Իշխանը ժողովուրդը կտա մեզ նորից ազգային ժողովում դա կասենք։ Մեր ժողովուրդը պետք է տերը լինի իր երկրի։ Ուրիշ ոչ ոք, ոչ հովանավորը, ոչ երաշխավորը, ոչ բարեկամը, ոչ թշնամին, ոչ ոք չպետք է։ Միայն մեր ժողովուրդը պետք է լինի իշխանության տերը։ Քվեարկիր համար 18-ին։ Տվեք մի հատ բուկլետ։ Համեցեք։ Շատ ուրախ եմ ձեր գործերին հաջողություն։ Ուղղակի ճանաչեցի չէի կարող չմոտենալ։ Շնորհակալություն ձեզ։ Բարև ձեզ։ Նայում ենք YouTube-ով։ Ես իմ ոտով եկա։ Բարև ձեզ։ Համեցեք։ Ծանոթացեք։ Ձեզ էլ էին նայում։ Հերվից տեսա ճանաչեցի։ Հա, ոնց ասեցի մեր Արմանն է, հա։ Ես քեզ հարգում եմ, նես չելի։ Հարգում եմ շատ լավ։ ամեն ինչ նորմալ։ Աջակցեք մեզ։ Մտքերը ես գնահատում եմ։ Իմացա, չէ։ Նկարով մի քիչ չաղ ես ասել։ Հա։ Ինձ էլի են ասել։ Ողջունում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ցավեք։ Այրենոսեր ուժերին բարև ձեզ։ Սիրով կընդունեմ բարև ձեզ։ Իմ անունս ձեր ազգանունից է։ Դες անցնում եք ասիկանի մի հատ ողջունում։ Լավ գործ եք բռնե, Աստված տա իր գործի։ Դե ձեր աջակցությամբ, օգնությամբ։ Կլինի։ Հա։ Հա։ Ձեր զրույցները, մեկնաբանությունները միշտ լսում եմ։ Հա, շնորհակալ եմ, ապա։ Չարենցավանի այս լքված իրականությունը, Չարենցավանում կավալի իշխանությունը մեր հավաքական ամոթն է։ Մեր երկրում այս ֆունդամենտալ փոփոխություններից 8 տարի անց, եթե այս իրականությունն է, այդ նշանակում է, որ մեր երկրում լիքը բան իր տեղում չի։ Մեր պատկերացրած քաղաքական միջավայրում Ծառուկյանի նման անբարոյականները, Սամվել Կարապետյանի նման մեր պետության սահմանադրությունը անարգողները եւ Քոչարյանի նման մարդասպան քաղաքական կենթանիները տեղ չունեն։ Եվ այդ հարցը այս իշխանությունը չի կարողացել լուծել, մնացել է մեր ժողովրդի ուսերին։ Մենք էլ պատրաստ ենք այդ տրամադրությունները առաջնորդել, այս իշխանություններից հաշվետվողականություն եւ թափանցիկություն պահանջել։ Քվեարկիր համար 18-ին։ Հանուն հանրապետության, քո
քո ձայնը խորհրդարանում։ Ինչի եք պատրաստ հանուն հանրապետության։ Ես ամեն ինչի եմ պատրաստ։ Պատրաստ ենք ամեն ինչի։ Ամեն ինչի։ Քանի որ սա իմ հողն է եւ իմ տունն է, ամեն ինչի։ Ամեն ինչի, միայն մեր երկիրը լավը լինի։ Հանուն հանրապետության ամեն ինչի պատրաստ է։ Քվեարկիր համար 18-ին։ Օբյեկտիվորեն պետք է ասել, որ շատ ուսուցիչներ ունենալով գիտելիքներ չեն կարողանում ատեստացիան հանձնել եւ ուրեմն բարձր աշխատավարձ ստանալ։ Կարծում եմ, այս համատարած նաեւ ուսումնասիրություններ կան վերջերս ինձ այդպիսի միջազգային կազմակերպություններից մեկի զեկույց են տվել, որ մենք անգագիտության սոսկալի մակարդակ ունենք հայոց լեզվի եւ մաթեմատիկայի։ Եվ այս պայմաններում ուսուցիչների ատեստացիայի այս համատարած պարտադրումը դեռ քննարկելու հարց է, ինչքանով է լուծում խնդիրը։ Միջազգային կազմակերպությունների առաջարկը այն է, որ ուսուցչին վճարվի աշակերտի գիտելիքի հիման վրա, ոչ թե ուսուցչի գիտելիքի։ Կարծում եմ Հայաստանը շատ կարևոր ուղերձ ունի հղելու Սփյուռքին, ասելով, որ մենք տեր ենք Սփյուռքին։ Մենք տեր ենք Սփյուռքին։ Հայաստանը որպես պետություն Հայաստանը պիտի հայտարարի եւ ես շատ պիտի ուզեի, որ մեր նոր սահմանադրության մեջ նաեւ դրա համար ուղերձ կարողանայինք եւ Սփյուռքը որտեղ էլ որ գտնվի մշտապես իմանա, որ տուն ունի